Ահաբեկչության մեջ եւ ծանր այլ հանցագործությունների մեջ մեղադրվող Կարեն Ավանեսյանի դեմ գործով նախնական դատական նիստի օրը նշանակվել տեղեկությունը հայտնում է ադրբեջանական ապագործակալությունը։ Նշվում է, որ Ստեփանակերտի բնակչի գործն ուղարկվել է Գյանջայի հատկապես ծանր հանցագործությունների գործերով դատարանի դատավոր Իլկին Իբիշովին։ Նախնական նիստը կկայանա դեկտեմբերի 11-ին։ Սեպտեմբերի կեսերին ադրբեջանական ԶԼՄ-ները հողում անելով ՆԳՆ-ին հայտնել էին, որ ահաբեկչական հարձակման փորձ է կանխվել։ Նրանց վարկածով Ավանեսյանը ձերբակալության ժամանակ իբր 3 նռնակ է նետել եւ ինքնաձիգից կրակ բացել ոստիկանների ուղղությամբ վիրավորելով նրանցից մեկին։ Հայաստանի հակակոռուպցիոն կոմիտեում Հայաստանի նախկին գլխավոր հարկադիր կատարողի վերաբերյալ քննվող քրեական վարույթով հանրային քրեական հետապնդումներ են հարուցվել նրա ազգականների նկատմամբ։ Այս մասին հայտնել են հակակոռուպցիոն կոմիտեից։ Վերջիններս մեղադրվում են պաշտոնական լիազորությունների չարաշահմանն օժանդակելու, ինչպես նաև խոշոր եւ առանձնապես խոշոր չափերով վատման օժանդակելու մեջ։ Մեղադրյալներից երկուսը ձերբակալված են, ասել են կոմիտեից։ ԶԼՄ-ների խոսքը ԴՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի եւ նրա ազգականների մասին է։ Հայաստանում բրիտանական առաջին ռեզիդենտ պաշտոնական կցորդը նշանակվել մայոր Թոմաս Շորլանդ Բոլը։ Այս մասին հայտնում են Հայաստանում բրիտանական դեսպանատնից։ Այս պատմական քայլը արտացոլում է Միացյալ Թագավորության եւ Հայաստանի միջև գործընկերության աճող ամրությունը եւ նպաստելու է պաշտպանական եւ անվտանգության ոլորտներում համագործակցության հետագա խորացումը, նշված է դեսպանության տարածած հաղորդագրությունում։